Բարև ձեզ սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք դափնու տերևի մասին, բույս, որը գրեթե կա յուրաքանչյուրի խոհանոցում, բայց քչերն են գիտակցում նրա իրական արժեքը։ Դափնու տերևը հայտնի է դեռևս հին ժամանակներից, այն օգտագործել են ոչ միայն խոհանոցում, այլ նաև ժողովրդական բժշկության մեջ, նույնիսկ մաքրության և խորհրդանշական նպատակով։ Հին հույների մոտ դափնին համարվել է հաղթանակի և իմաստության խորհրդանիշ։ Դափնու տերևը խոհանոցում օգտագործել են ապուրների, խաշած ուտեստների, մսային և ձկնային ճաշերի և պահածոների մեջ։ Այն ուտեստներին տալիս է նուրբ բույր և խորը համ։ Դափնու տերևը օգտակար հատկություններն է դափնու տերևը պարունակում է եթերայուղեր, վիտամին A, C, B խմբի հանքանյութեր և հակաօքսիդանտներ։ Այն ունի հակաբորբոքային ազդեցություն, հակամանրեային հատկություն, մարսողությունը բարելավող հատկություն, օգնում է փորկապության և ծանրության դեպքում, նպաստում է օրգանիզմի ավելորդ հեղուկը դուրս բերմանը։ Ժողովրդական բժշկության մեջ դափնու տերևի թուրմը երբեմն օգտագործվել է մրսածության, հոդացավերի և իմունիտետի բարձրացման դեպքում։ Սովորաբար պատրաստում ենք այսպես. 3-ից 5 հատ դափնու տերև, 1 բաժակ եռացրած ջուր, թողնում ենք թմրվի 10-ից 15 րոպե, օգտագործում ենք չափավոր և ոչ երկար ժամանակ։ Դափնու տերևը որքան որ օգտակար լինի, կարող է նաև վնասակար լինի օրգանիզմի համար, խորհուրդ չի տրվում հղի կանանց, ստամոքսի խոցի կամ սուր գաստրիտ ունեցողներին, կարող է նաև ունենան մարդիկ ալերգիկ ռեակցիաներ, քանի որ երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջանալ ալերգիա, ամեն ինչ պետք է լինի չափի մեջ։ Դափնու տերևը ոչ միայն համեմունք է, այլ նաև բնական օգտակար բույս։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, լայք դրեք, միացրեք զանգակը և գրեք մեկնաբանությունում, որ բույսի մասին եք